Ես չեմ կարծում, որ քաղաքական նման երևույթներին պետք է այդքան պարզունակ մոտենալ, impeachment-ը փորձելով մեկնաբանել, այ վաղը impeachment տեղի կունենա, թե ոչ։ Հարցը բարձրացրել են ոչ այդքան պրիմիտիվ մարդիկ ազգային ժողովում։ Երկու հոգիներ, որոնք եղել են նախաձեռնող, իմ կարծիքով միշտ մեզ զարմացրել են իրենց մտքի ճկունությամբ, հետաքրքիր շարժառիթներով եւ այլն։ Եթե չնայած երևի հրապարակային չարժ է դրա մասին ասել, բայց երևի այնուամենայնիվ ասեմ, քանի հարցը հնչեց, իմ կարծիքով, քանի որ impeachment-ը ենթադրում է նաև վարչապետի միասնական թեկնածուի հարցի վերաբերյալ ընդհանուր մոտեցման ձևավորում, ինձ թվում է այս նախաձեռնության նպատակը այն է, որ ընդդիմությունը մեկ անգամ ևս փորձի միավորի իր ջանքերը եւ այս պահին քննարկի այդքան կարեւոր հարց, ով կարող է լինել վարչապետի միասնական թեկնածուն։ Այլ նպատակ այս պահին դա չի հետապնդում։ Իմ կարծիքով։ Ես կարծում եմ process-ը ինքնին անխուսափելի է։ Այս ոչ թե հիասթափություն, այլ process-ը։ Եթե նպատակը սկսում ենք հասկանալ, ապա հիասթափության մասին խոսք լինել ուղղակի չի կարող։ Խնդրեմ։ Անվստահություն հայտնելու գործընթացը շատ ողջամիտ գործընթաց է եւ կարող է հաջողությամբ պսակվել, եթե լինի հանրային շատ մեծ ճնշում եւ այդ թվում այդ դեպքում եւ ԿՊ-ի անդամ падգամավորները եւս կմիանան։ Կարող եք չկասկածել դրանում։ Որ պարագայում կարող է լինել հանրային ճնշում։ Այն ունի մի շարք նախադրյալներ եւ նախադրյալներից մեկը նաեւ միասնական թեկնածուն է վարչապետի։ Ես կարծում եմ այդ քայլերը ինչ որ մի պահ պետք է սկսվեն եւ դառնան ավելի արդյունավետ։ Համեցեք։ Կան դեպքեր, երբ ինչ որ մի քայլ չձեռնարկելը կարելի է համարել, որտեղ օրենքը կարելի է այսպես կամ այնպես մեկնաբանել։ Կան դեպքեր, երբ այն աստիճան ակնհայտ է օրենքի մեկնաբանությունը, որ այս ձևով կամ այն ձևով մեկնաբանելը հանգեցնում է փաստացի հանցավոր գործունեության։ Հույս ունեմ, որ դատախազությունը չի գնա այդ ճանապարհով, բացառում եմ, ոչ չեմ բացառում, այդ դեպքում պայքարը կշարունակվի եւ կարող եք չկասկածել արդյունքում։ Խնդրեմ։ Ոչ, ես չեմ համարում, ուղղակի այլ եղանակ չկար։ Այսինքն սահմանադրական դատարանը չէր կարող գնալ եւ ասել, որ մածունը սև է։ Սա շատ ակնհայտ է։ Այլ բան է, որ նա բազմաթիվ այլ հարցադրումներին չանդրադարձավ, բայց ակնհայտ հարցադրումներին, որոնք ուղղակի մեխել է մարդու իրավունքների եվրոպական դատարանը Տոդորովի գործով, չէր կարող չանդրադառնալ։ Վերջին հարցը, չէ՞։ Նախավերջ, շատ լավ։ Հայցի առարկայի շրջանակը, դա ինչպես կանդրադառնա առհասարակ, ինչ կարող է հանգեցնել թե միեդուն, թե առհասարակ արդյոք դա նաև կասկածի տակ չի առնի ապօրինի գույքի բնականցման ինստիտուտ չասեմ, Իհարկե, ինչի կհանգեցնի միեդում, կարծում եմ ակնհայտ է բոլորին, այդ թվում դատախազությանը, կարծում եմ դա ակնհայտ է նաև դատարաններին, ես հույս ունեմ, որ դատարանները այնուամենայնիվ կկարողանան իրենց բարձունքի վրա գտնվել եւ տարական բաները ճիշտ մեկնաբանել, տեսնելով, որ այսպես թե այնպես ինչ որ մի պահ ճշմարտությունը միևնույնն է հաղթում է։
Հույս ունեմ։ Կարող է դա շատ ժամանակ խլել, կարող է։ Համեցեք։ Նայեք, ես չեմ կարող ինձ նկատի ունի Տիկին Գալյանը, ես դա չեմ բացառում, ես ունեմ իմ դիրքորոշումը, ավելին շատ շուտով գրավոր կներկայացնեմ այն իմ դիրքորոշումը։ Արդեն նշեցի, Տիկին Գալյանը մեկ անգամ արդեն ապացուցել է, թե իր ղեկավարած կառույցը ինչպես է կարողանում մեկնաբանել մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան եւ մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները, ինչ աստիճան աղավաղումներ։ Փառքաստո այդ հարցում սահմանադրական դատարանը վերջակետ դրեց։ Եթե շարունակեն նույն ձևով, ինչ որ մի պահի մենք կհասնենք վերջակետին։ Վերջակետին կարող ենք հասնել Հայաստանի Հանրապետության դատական համակարգում, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանում կամ մարդու իրավունքների եվրոպական դատարանում։ Բայց որ վերջակետի մի օր կհասնենք, ես կարծում եմ այո։ Իսկ այստեղ այն պայքարը չի, թե ով առաջինը կասի, որ մյուսները հիմա սկսելու են մանիպուլացնել։ Դրա մասին չի խոսքը։ Ես արդեն նշեցի, որ բանն այն է, որ սահմանադրական դատարանի որոշումը այնքան պարզ է գրված եզրափակիչ մասը, որ կարելի է բացել դա, բացել ապօրինի ծագում ունեցող գույքի օրենքը, կարդալ եւ ձեզ վստահեցնում եմ, խորը իրավական գիտելիքներ չի պահանջում այն ճիշտ մեկնաբանելու համար։